Ձեզ եմ ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա, նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտների տեսակներ և շեղմեր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ։ Մասնավորապես, հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Այս շրջանակում նաև սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները։ Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա, նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները և այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են և որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Ժառանգությամբ ստացված դրամական միջոցները հասկանալի է, բայց գույքը լավ չհասկացա, պարոն նախարար, կներեք էլի մի հատ պարզաբանեք։ Սովորաբար ժառանգությամբ ստացված գույքը նաև ստացողի գնահատմամբ, որ գնահատվում և հայտարարագրվում է։ Այդտեղ եթե անշարժ գույքի մասին խոսք գնա մոտարկված արժեքը դեր ունի, թե անձը ինքնուրույն է գնահատում։ Ինքնուրույն գնահատում է։ Շատ լավ։ Հիմա պարոն նախարար, սա բավականին պարզեցնում է, չէ՞, իրավիճակը եւ լրացման կանոնները, ու ավելի հասկանալի մատչելի է դարձնում։ Սա շարունակությունն է այն փոփոխությունների, պարոն Գրիգորյան, որ մենք բախվել ենք անցած տարվա ընթացքում եւ մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել, հնարավորինս հայտարարագրերի լրացման ընթացքը դարձնել ինքնաշխատ։ Իհարկե հասկանում ենք նաեւ, որ սա որոշակիորեն մեր տեղեկատվություն ստանալու հնարավորությունները սահմանափակում է, բայց մենք կարծել ենք, որ այս փուլում մեր քաղաքացիների հարմարավետությունը եւ պարզությունը, որովհետեւ մենք այս համակարգի ներդրման սկզբնական փուլում ենք դեռ, առավել կարևոր է, քան այն երկարաժամկետ նպատակները, որ մենք մեր առաջ դրել ենք, հետագայում մենք կփորձենք առանց խնդիրներ ստեղծելու այդ տվյալների հավաքման process-ը հնարավորինս ինքնաշխատ շարունակել իրականացնել։ Պարոն նախարար, իսկ որ մտածում ենք, որ եթե անձը համաձայնություն է տալիս, ապա բանկերից ստացված եկամուտն էլ մենք արտացոլենք եւ ավտոմատ գեներացնենք, այդ տարբերակը արդեն աշխատում է, թե հենց մշակման փուլում է։ Երևի ՊԵԿ-ի գործընկերներին պետք է հարցնենք, որովհետեւ իրանք են այդ մասով։ Պարոն Գրիգորյան, այս պահին կենտրոնական բանկի հետ ակտիվ աշխատում ենք ու առաջիկա ամիսներին կունենանք, այսինքն ընթացքում է եւ նախագիծը եւ այդ թվային լուծումը, բայց միայն դա չի, մենք նաեւ կունենանք որոշ թվայնացում, այսինքն որոշ ավտոմատ փոխանակումներ, հատկապես կարծում եմ մեր
կենսաթոշակ ստացող եւ սոցիալապես անապահով խավերին սա նաեւ կետաքրքրի, որ մենք նպաստներ, կենսաթոշակներ, սոցիալական օժանդակության տարբեր միջոցներ, զինծառայողների հիմնադրամի ստացող հատուցումներ, այս բացի այդ բանկերի ինֆորմացիայից նաեւ այս 4-ը կունենանք ավտոմատացված։ Ու արդեն առելի ինֆորմացիա ավտոմատացված կլրացվի, կնախալրացվի համապատասխան հայտարարագրում։ Բայց հիմա թոշակները չենք նախալրացնում, ինչի։ Դեռ ոչ, բայց կունենանք։ Այսինքն մինչև հունիս ամիսը կունենանք այդ